Բարևձեզ 1994-ին ծնունդ առած համասկայնի ուսանողական մշակութային ֆորումը ամեն տարի հուլիս ամսուն կգազմագերբվի Հայաստանի մեջ համասկայնի կենտրոնական վարչության նախաձեռնությամբ։ Ֆորումին հիմնական նպատակը աշխարհի տարբեր երկրների ժամանած հայ համալսարանական ուսանողները մեկտեղելն է եւ անոնց միջև ազգային, մշակութային եւ ընկերային կապերու ամրապնդումն է։ Այս տարվան ֆորումը տեղի ունեցավ հուլիս 4-ին 16-ին, որ մե ամիջապես յետ մասնագետներ հուլիս 19-ին 27-ը այցելեցին նաև Արևմտյան Հայաստան։ Այս առիթով այսօր հյուրընկալ ենք համասկայնի կենտրոնական վարչության գրասենյակի դնորեն եւ ֆորումի ընդհանուր պատասխանատու ընկեր Դոնիկ Տոնաբեդյանը, որ մեզի կմիանա Հայաստանեն ներկայացնելու այս տարվան ֆորումի ընթացքը, ցերկբերումներն ու հիշարժան բահերը։ Անդրադարձ պիտի կատարենք նաև Կանադայեն մասնակցած երիտասարդներու վկայություններուն, լսելու անոնց ապրումները, դպավորություններն ու ֆորումեն քաղած փորձառությունները։ Բարև ընկեր Դոնիկ, ինչպե՞ս եք։ Բարև, լավ, դուք ինչպե՞ս եք։ Շատ լավ, կտեսնեմ որ դակավին Հայաստան եք, ֆորումը նոր ավարտած է եւ ինչպես ընթացան աս վերջին 2-3 շաբաթները ընդհանուր առմամբ։ Ուրեմն նախ Հայաստանի ֆորումով սկսին այս տարի իրականության մեջ քիչ դարբեր էր, որովհետև ծրագիրը փոխածեինք, գարկոն բաներ ավելցուցած էինք, ուրիշ բաներ հանածեինք ծրագիրեն, դարբեր երկիրները մասնակցողներ ունեինք։ Ինչ էր ընդհանուր թիվը, ընկեր Դոնիկ, եւ քանի երկիրներ էին։ Ուրեմն երկիրներն սկսին Լիբանանեն ունեինք, Սուրիա, Հայաստան, Արցախ, Ֆրանսիա, Մարսեյ, Ամերիկա, Կանադա, անշուշտ 4 հոգի մասնակցած էր այս տարի, Ավստրալիա, կարծեմ ասոնք են, այո։ Բավական դարբեր անգյուններ եկած։ Իսկ ընդհանուր թիվը քանի հոգի էր եւ ընդհանուր առմամբ միջին ներկայությունը մասնագետներու ինչ կլա ամեն տարի։ Այս տարի ունեինք 24 հոգի։ Գիտենք որ երիտասարդությունը դարբեր միջոցներ ունի հայաստանակնացության Ըլլա ասենք երդասարտականի սեմինարները կամ բադանեգանի ամառնային ճամբարները, բարախումբեր եւ այլն։ Հոմենտմենի փանագում ասպարակային համասկայնի ֆորումի ծրագիրը ինչպես կգրնանք դարբերել մյուս ծրագիրներեն։ Այո, ուրեմն ասեմ համասկայնի ծրագիրը գզադորոշվի մույս ծրագիրներեն, փանագումներեն կամ ճամբարներեն, այն իմաստով, որ միայն դասախոսություններու կամ աշխատանոցներու դեղ չէ, ոչ ալ միայն բդույթներու դեղ է, երկուքին խառնուրդն է կարելի ասել, ենք ունենանք թե աշխատանոցներ, թե բդույթներ, թե բարի դասընթացքներ, մշակութային ցերնարկներ կամ մշակութային նախաձեռնություններու այցելություն, օրինակ բարգսորվին, տադրուն գերտան, տանկարանները կտեսնեն, ասպաները բանագումներու կամ ճամբարներու մեջ սովորաբար չեն ըլլար, եւ անշուշտ բդույթներ, դերսաժան վայրեր տեսնել, Հայաստանին ծանոթանալ, երկուքին խառնուրդը լալը կգարձեմ գզադորոշե միշտ ցերնարկներեն։ Ես անգերց լալու համար ֆորումի մասին բնավ չէի լսած եւ մամաս ինձ ասավ որ պետք է երտաս շատ պիտի սիրես եւ կոնե գնաս մայր Հայաստանը տեսնել նորեն մեկ անգամ որտեղ ասկի առաջ Հայաստան ես 2018-ին կացել էի երբ որ 10 տարեկան էի եւ շատ բան չէի տեսած միան Սարտարաբադ եւ դիդեր նայապերտը դեսեր էի այսինքն չէի հավատալու որ ասանք աշխարհի 4 կողմեն հայերը նույնիսկ եթե բոլորը լավ հայերեն չեն գիտեր ասանք կնուն մոդենալ եւ նոր զնանիքում ստեղծել
բդույթները շատ աղոր էին, որտեղ դեսանք մեր հերոսներուն դուն թանկարանները, դեսանք մեր գեղեցիկ երգիրը, Արարատ լերը դեսանք, ահագին եկեղեցիներ դեսանք։ Ցանցրանալիք չէր, որովհետև միշտ բամը գնեինք, որ չեմ կարծեր դեղ մը գար, որ կեցանք եւ ասինք, որ գուզենք օտել երթալ, դուն գուզենք երթալ, շատ աղոր էր։ Ես հիմա 3-4 լեզու կխոսիմ եւ մեկը չի գար, որ իրենց հետ չի գնար խոսել, անգլերեն խոսեցա, ֆրանսերեն խոսեցա եւ մանավանդ լիբանանցիները, որ արաբերեն խոսին երբեմն իրենց էլ քիչ մը արաբերեն խոսեցա, հիմա քիչ մը մորցեր եմ, որովհետև Կանադա եմ, բայց ամեն մեկ լեզու խոսեցա, ամենախնդալիք բանը ինչ էր, որ հայաստանցիներուն բնավ չի գնար գոր հասկանալ, որովհետև արևելայինները լման դարբեր լեզու է ինձ համար, առաջին անգամն է անանք երկար նախաձեռնություններ գլսեի, որ ուրեմն շատ դժվար է հասկանալու իրենց։ Գանցանալեմ, որ բոլորը դերտակաս ֆորումին երբ որ գնաք, որովհետև միշտ չեք գնալ երթալ դարիք մգավար էլ կարծեմ իրավունք չունիք երթալու եւ գնախնդրեմ, որ պատկի առաջ երթակ եւ կոնե մեկ անգամ տեսնեք, որովհետև գնաք նոր ընկերներ ունենալ, հայ աշխարհը տեսնել, նոր կարևոր մարդոց ծանոթանալ եւ գնաք ձեր հետ ամորանանի իշադակներ բայել մինչև վերջ։ Ուր տեսակ ամենին շատ իրենց հետաքրքրությունը, որ այցելության մեջ։ Ամենեն չնախնդրած բանը իրենց համար եղած է թոնե իմ դարիներուց ինչ որ ես տեսած եմ թանկարաներու այցելությունը, բայց այս տարի նորեն զարմացուցին մասնագետները եւ ամենեն շատը թանկարանները սիրեցին, ինչ որ այցելեցինք մանավանդ Գյումրիի մեջ, Հովհաննես Շիրազի, Իսահակյանի թանկարանները շատ հետաքրքրական էին իրենց համար։ Ինչ որ ասին անշուշտ։ Այո, վստահ եմ, եւ մենք շատ հբարդ էինք, որ 4 մասնագետ ուղարկած էինք այս տարի Կանադայեն, հատկապես Մորիալ Լավալ շրջանեն, եւ երբ վերադարձան եւ արիթ ունեցա հետերնին խոսելու, այսինքն atkan կովասանք, կյանքից մեջ չէի լսած գրնամ սելնգերդոնիկ, atkan կող վերադարձած էին, նույնիսկ լացած էին, որ իրար մեջ պիտի բաժնվին։ Տարիներուն ընթացքին այդպիսի ընկերություններ գմշակվին այս ֆորումի միջոցով, վստահ եմ նաեւ զույգեր իրար արիթ ունենան ընտանիքներ գազմելու եւ այլն, ասենք վերջո 32 տարիներ է իվեր այս ֆորումը դեղի ունենա։ Ինչ ունի կսելիք այդ ուղությամբ ընկերային այդ մթնոլորտի։ Ընկերային գաբը միշտ կբահվի, նորեն օրինակով եթե ասեմ, վերջին 4 տարի առաջ ֆորումի մասնակցած դղակ աղջիկներ մինչև այսօր գաբի մեջ են WhatsApp-ի գրուպ ունին գրեթե ամեն շաբաթ կամ հիմա անշուշտ դարիների ընթացքին գամած կբացի ադիգա, բայց գաբը միշտ գա իրար դարետարց շնորհավորել, մեկը մյուսին մասին հարցնել, միշտ գաբի մեջ են գրուպի վրա եւ զադեն նորեն ինչ որ գիտեմ, ինչ որ խանցեն կդեղեկացնեն, եթե մարդիկ Հայաստան կան եւ արիթ ունենան իրար տեսնելու կամ մեկը մյուսին երգիր այցելի անպայման գահանտիվին ցեվով մեկ ընտանիքի անդամ գտարնան, բոլորը մեկ նույն ընտանիքի անդամ գտարնան։ Ավելցնեմ, որ քիչ առաջ ասիկ զույգեր կգազմվին եւ այլն, անցյալ տարի հետաքրքրական բամը պատահեցավ կամ մասնակցողներ ունեցանք երկու քույրեր մասնակցեցան ֆորումին, որոնց հայրը եւ մայրը ֆորումական եղած են եւ ֆորումին ծանոթացած են, վերջը պսակված են եւ շատ հետաքրքրական են։ Իրականությունը պիտի ասեմ վախով կացի, կարծելով որ պիտի չի կարենամ այդ կապը ստեղծել ընկերության բոլորին հետ, բայց արդեն 4-5-րդ օրեն դեսա որ շատ թյուրն է ամեն մարդու հետ խոսիլ, շատ թյուրությամբ շաղվեցա հետերնին եւ վերջավորության շատ նեղված էի, երբ որ ետ պիտի վերադառնայի Մորիալ։ Դպավորություններս են, որ շատ աղբոր էր, նույնիսկ փարեր չունիմ, որ բացատրեմ ինչքան լավ էր։ Ուրեմն այդ դեղերը, որ այցելեցինք, գրեթե թանկարաններ էին, կամ ասենք եկեղեցիներ, ուրիշ վայրեր
որ լսած էի անշուշտ հայերենի կամ հայցողության տասերուս ադեն օրինակ մոբիլի դամ Փարաջանովին թանկարանը որ այցելեցինք չէի կացածասկե առաջ եւ շատ դպավորեց իր կորձը ինքը իր ինքնությունը շատ սիրեցի եւ շատ հետաքրքրվեցա իր բոլոր ռազմերն շատ դպավորվեցա միշտ միասին էինք մինչեւ կես գիշերները կերտայինք քեֆ կնեինք կամ նույնիսկ բարեր սորվեցանք որ կբարեինք միասին World Cup-ը դիտեցինք մի քանի գիշեր կար որ World Cup-ի գիշեր էր ուրեմն բոլորս միասին դիտեցինք խաղեր խաղացանք շատ լավ էր անպայման գուզեմ որ ամեն մարդ կոնե մեկ անգամ առիթ ունենա մասնակցելու ֆորումին որովհետև հիմա որ եդ վերադարձա գուզեմ ագումբիս մեջ կորձունյալ եդ դամ ինչ որ կարելի եմ ուրեմն կգարձեմ որ ամեն մարդ եթե երթայով մասնակցի եւ նույն մտածելակերպով եդ վերադառնա կգարձեմ որ իրենք ալբիլի կարենան օգտակար դառնալ մեր քաղաքին Գերդոնիկ խոսինք Արեմդյան Հայաստանի մասին առաջին անգամ լալով գետրոնական վարչությունը այսպիսի քայլը գարնե եւ մենք ուզենք լսել ծեր գարձիկը որտեվ շատ հետաքրքրական կդանք խաղապարը մանավանդ Արեմդյան Հայաստան այցելելու վերադառնալու մեր արմատներուն Այո, նախ վերնակիրեն սկսեմ, ուրեմն կգարձեմ, որ քաշողական բաներն մեկը նաև թեպի արմատներ խորակիրներ, որ ճշտած էինք նախապես։ Ուրեմն քաղաքը միշտ գար իրականության մեջ, բայց քիչ մը, ասենք երկմտանքի մեջ էինք, որովհետև գվախնայինք որ մարդիկ կամ ծնողներ իրենց զավակները երիտասարդները 18-19 20 տարեկան երիտասարդները ղրգելու վախնան եւ գիտեք նաեւ դերմը Թուրքիա գմտնեն եւ դերմանը որ ցանոթ չէ իրենց Այո եւ բնական է անշուշտ վտանգավոր ըլալ հիմա կվերադառնամ անոր բնավ այդպես չէ բայց ասինք որ ասիգա անպայման պետք է կազմակերպել որովհետեւ կարելի չէ խոսիլ կամ կարոզել արեմդյան Հայաստանի քաղաքը առանց դեսնելու կետնի վրա թե մենք ինչի մասին խոսենք Այո եւ ուզենք լսել ինչպես ընթացավ արեմդ նախ ինչպես ընդունեցին ցեզի հոն աբրողները շատ հետաքրքրական էր շատ զարմանալի էր նաեւ դերմը որ մեր սպասածեն շատ ավելի լավ հիմնականը եւ էականը ավելի կարևորը դղոց մասնակցողներուն դպավորություններն էին որ մեծ բանով մեծ հույսերով մեծ լիցքով ասենք վերադարձան իրենց երկիրները Վերջի վերջո երբ Հայաստան գայցելես մեկ սկացում է բայց արեմդյան Հայաստանը բոլորովին ուրիշ սկացում պետք է լա ես չեմ եղած երազս է երթալ բայց վերջի վերջո մեր ինչպես որ ասիկ արմատները մեր մեծ հայրերը հոն ապրած են մեր մեծ մայրերը եւ վստահ դարբեր սկացումը պետք է լա մեր երդասարտներուն համար կդավ ամեն մեկը իր բաբենական քյուրը կամ ինչպես սկացին Անշուշտ բոլորը այդ շրջաններեն չէին ուր որ մենք այցելեցինք եւ խոսեցանք եկող դարիներու մասին որ համասկային է նաեւ այս շրջաններ այցելություններ կազմակերպե Մեզի եթե գրնակ ասել ուր այցելեցիք Արեմդյան Հայաստանի մեջ որ շրջանները Ուրեմն այցելեցինք անի Գարին, Սասուն, Գարս,
Նեմրուտ անշուշտ Դիկրանագերդն ալ շատ հետաքրքրական էր հայերու հանդիպեցանք հոն մինչ այդ լսեցինք կամ տեսանք Facebook-ի վրա որ բարի դասընթացը կգազմագերբեր Դիկրանագերդի մեջ այդ օրը որ մենք հասանք համադրեցինք որ մենք ալ Ներկա ելանք լավ այդ բարի դասընթացին չեմ կերտել տեսակ Facebook-ի եւ Instagram-ի վրա դարձած այո դիտեցինք այո հատ ներշնչվեցանք այո մեծ ֆունկցիան էր Դիկրանագերդեն եւ այ շրջանները եկած մարդիկ որ գուզեին կամ այդ բարի դասընթացին մասնակցեցան մեր դրակն անշուշտ մասնակցեցան եւ շատ լավ անցավ on հայերու հանդիպեցանք զրույցներ ունեցանք մարդուց հետ շատ հետաքրքրական էր իրենք շատ սիրեցին Ամենայն թևս ընկերդոնիկ այսի առաջին անգամն էր եւ փորձարական շրջանը պետք է լար համասկայնի գետրոնական վարչության համար վստահ որ հարաճիգա դարիներուն շատ ավելի մեծ թիվով արսանակություններ պիտի լան եւ ֆորումի մասնակիցները վստահաբար 100 պիտի մնան որ շարունակեն այդ բդույդը եւս Ես երկու ամիս առաջ արիթ եկա որ համասկային Youth Links-ին մասնակցեմ որ աթենքի մեջ գտնվեցավ եւ երկու ամիս վերջ գիտեի համասկային ֆորումն ագար որ նույն բաներ բայց այս անգամ քու հայրենիքի մեջ եւ սի անգասկած բեկե մասնակցիմ ուրեմն ես ասկի առաջ Հայաստան կացել էի երբ որ փոքր էի 11 տարեկան կամ 12 տարեկան էի ուրեմն շատ համը չէի արած այս այցելություններուն ադեն դեսնել հայրենիքը դեսնել դարբեր քաղաքները հայրենիքին մեջ բայց համասկայնին հետ երբ որ այցելեցինք օրինակ Գյումրի քաղաքը կամ Լորի քաղաքը շատ ավելի դարբեր աչքերով դեսա ինչու որովհետև ես հիմա արդեն adult մեծած խելքով միացա իմ հայրենիքիս մեջ ավելի մշակույթիս հետ մոտեցա ավելի հայ լեզվին հետ քաղաքապար ունեի ուրեմն շատ ավելի սկացի գբատկանիմ աս հայրենիքի մեջ սկացի ավելի իմ դունս է ասի ամեն որ ամեն մարդ երբ որ Հայաստան չաբիր սպիրկայերն եւ գճամփորդան առաջին լալով Հայաստանի մեջ աս նույնը սկացումը գունենան որ ես իմ դունս եկա եւ ես գբատկանիմ հոս եւ համասկայնին հետ ճիշտ ադի սկացումը իրականացավ իմ փարաբաշարիս մեջ իրավ բավարար բարեր չկա որ գարնամ նկարագրել այդ փորձառությունը որ ունեցա աս խումբին հետ սկացումները որ սկացի ֆորումին մասին եւ աս ընկերային միությունները որ շինեցինք Ինչպես գիտեք, աշխարհին դարբեր երկիրները անծանոթ հայեր միացան իրենց հայրենիքին մեջ եւ շուտով մի քանի խոսակցությունները վերջ գսկաս որ շատ ավելի նմանություններ ունի քան թե դարբերություններ լա ջաշի մասին խոսիլ նույն երաժշտությունները մտի գնել նույն սերը հայրենիքի հանդեպ ասամեն նմանությունները որ ունիս արդեն անծանոթ թեմքեր գտարնան եղբայր քուրի եղբայրներ եւ շուտով քուրի եղբայրներ գտարնան ընտանիք Եվ այդպիսով ես գարձեմ ամենագեղեցիկ բանը որ այդ փորձառությունը որ ունեցա ֆորումեն այդ բարեկամություններն էր որ շինեցինք որ ինձ համար միայն հիշադակներ չեն բայց az բայերը գարձեմ կմնան իմ հետ իմ սիրտից միջև մա Ընդհանուր առմամբ ուրեմն եթե գրնակ բացկամ մդալ մեր երդասարտներուն ուսանողներուն աշխարհի 4 կողմեն որ ինչու պետք է ներկա գտնվին համասկայնի ֆորումին ինչ ունին իրենց կյանքի մեջ ավելցնելիք այս մասնակցությամբ Այո ուրեմն նախ գկաչալերեն բոլոր հայ երդասարտները եւ այդ երդասարտներուն ծնողները որ անպայման վստահին համասկայնին եւ անպայման վերգեն իրենց զավակները մասնակցելու թե Հայաստանի մեջ գազմագերբվելիք կամ գազմագերբվելիք ֆորումին եւ անպայման արևմտյան Հայաստանի ծրագրին դեպի արմատներ ծրագրին որովհետեւ շատ բան ունին սորվելիք պետք է որ ճանչնան իրենց հայրենիքը որովհետեւ Հայաստանը միան ներգայի Հայաստանը չէ արևմտյան Հայաստանն ալ
Հայաստանը եւ պետք է ամբողջական Հայաստանի մաս կգազմի եւ պետք է ծանոթանան այդ շրջաններուն ժողովրդին ով գաբրի ինչ կնեն ինչպես գանցնեն իրենց կյանքը ինչ դժվարություններ ունին պետք է որ կետնի վրա անպայման տեսնեն եւ ծանոթանան այդ բոլորին ծանոթանան իրենց արմատներում Շատ շնորհակալ ենք Գերդոնիկ այս հարցազրույցին համար արիթը որ դվիք սիրելի հերոստատիդոներ բոլոր անոնք որ մեզի գտիդեն ֆորումը ինչպես որ իմ բացման խոսքից մեջսի դեղի գունենա ամեն դարի ամեն ամառ հուլիս ամսուն երկու շաբթվա դեպողությամբ եւ հավանաբար այսուհեդեւ հաջորդե նաեւ Արեմտյան Հայաստանի այցելությունը բոլոր անոնք որ հետաքրքրված են գրնան դեղեցությունները ստանալ գայքեչեն համասկային ֆորում գոչվի անշուշտ եւ կսպասենք որ թիվը ավելի գաջի եւ շատ ավելի մեծ թիվով երդասարտներ կհաջախեն համասկայնի ֆորումը փորձառությունը որ քոնե ցանկիտ մեջ մեկ անգամ պետք է ունես այսինքն ամեն երդասարտ ամեն ուսանող Ցեզի ամենան հաջողություն կմաղթենք ընկերդոնիկ եւ հույսով ենք որ կդեսնվենք Շնորհակալություն գուզեմ նաև շնորհակալություն հայտնել համասկայնի շրջանային վարչություններուն հատկապես կանադայի շրջանային վարչության որ վերջին տարիներուն ֆորումի գողքին գեցած է եւ մասնակցողներ երդասարտներ վրկած է մասնակցելու այս ծրագրին հավատացած է ֆորումի կարևորության եւ առաքելության շնորհակալություն համասկայնի բոլոր շրջանային վարչություններուն ծեր վարձ կգադար շնորհակալ եմ արիթին համար եւ հաջողություն նույնպես Ուրեմն այս տարի 2026 համասկային ֆորումին բախտավոր եղանք որ 4 հոգի Կանադա Մոնտրեալ են մասնակցի ես կուզեի որ բոլոր ֆորումականները տեսնեն թե Մոնտրեալը ցանկով լեցուն է մեր երդասարտությունը գործե դակավին եւ շնորհիվ մեր հայկական վարժարանին որ երդասարտները շատ հայախոս են հայախոս կմեծնան եւ շատ բարդենք որ գրցանք ադիտ ցնել մյուս ֆորումականներուն եւ շատ բարդենք որ Մոնտրեալը ներկայացնի Հայ հորիզոն ցեզի հետ այսօր լավալի մարզատաշտերեն մեգում մեջ այսօր հոս դեղի գունենա հոմենտմեն կանադայի շրջանային վարչության գազմագերբած նահանգային մարզախաղերը սույն մարզախաղերը ծոնված են հոմենտմենի հիմնադիր անդամ Շավարժ Քրիստիանի ծննդյան թվականին որ հուլիսի 22-ն է Նահանգային մարզախաղերը վերջի 3 նստաշրջան է գնենք նահանգային առումով Օնտարիո եւ Քեբեկ անշուշտ եւ աս արիթ ուզեցինք հատկապես նվիրել հայ մարզիկի օրվա ինչպես եթե ցանոթ եք հայ մարզիկի օրը նշվեցավ վերջի 5 տարի է գնշվի ասի գերմանական վարչության ասեմ ցուցմունքով էր որ Դոնվի Շավարժ Քրիստիանի ծննդյան օրվա 22 հուլիսին եւ նշվի ամեն մեկ մասնաճյուղի կամ շրջանի մեջ մարզական արիտներով նախաձեռնություններով եւ դվչություններով եթե իհարկին եթե պետք է լա անշուշտ այս տարի ասեմ շրջանային մարզական հանձնախումբը հետևելով շրջանային ժողովի առաջարկին աս երկու արիտները իրար միացուց ծրագրավորումը հետևյալ ցևն է որ դանք մասնակցող մարզիկներուն մասնակցության մեդալներ եւ քոչերուն պատասխանատուներուն քնահատակրեր անինչ որ դրվեցավ մեկ մասը կբաժնենք ամեն մեկ խաղի ավարտին մեդալներ եւ քնահատակրերը
համար ուրեմն այսօր մեզի համար ալմեց խանդավառություն է տեսնել ասքան տիպով մարզիկներ, եթե գրնաս մեզի բացադրական մդար քանի մարզիկ կմասնակցի աս weekend-ին։ Վերի վարով 220 եղբայրներ քույրիկներ ունենք, մարզիկներ ունենք, Օտավայեն, Մոնրեալեն եւ նաեւ Լավալեն, ոտնաքնթագի, գողովակնթագի եւ վոլեյբոլի ծևերուն։ Երեգը սկսավ վետերան դղոց ոտնաքնթագի խաղերը, այս արդու ոտնաքնթագի խաղերը սկսան ուտուգեսին բզիկներուն հետ, բիլի շարնագենք մինչև մեր senior դղոց խումբերը, մեր Մոնրեալի հոմենտմեն մարզասրահեն ներս նաև սկսավ վոլեյբոլի խաղը ժամը 9-ին Մոնրեալը Օտավայի թեմ եւ բիլի շարնակվի ժամը 11-ին ադեն գողովակնթագը։ Այսպիսի նահանգային խաղեր ինչու կարևոր գտնեք։ Համախմբել բոլոր մարզիկները հայաբահբանումը սիրել մարզվելու աս դենչը աս իրար հետ քալը ամենամեծ մեզի համար ադիգա է մեր ուրախությունը։ Եթե խոսենք խաղցողներու մագարտագի մասին ինչ ունիք ստելի։ Ինչպես գիտեք, անցյալ տարի համահայկական խաղերուն մեր U18 դղակը բաժակարին եւ նույնիսկ հոստեղ Մոնրեալի ներս իրենց լիգեն բաժակը նաեւ արին։ Ադիմեզի մեծ հբարտություն է։ Գողովակնթագի մեջ նաեւ լիգերու մեջ են արձանագրված բավական անոնքալ հարաճած հերու հասած են։ Մեծ հբարտություն է բոլորիս համար, այո։ Շատ շնորհակալ եմ։ Սիտ համար, մերսի։ Ագիր հերոսներով, խապնեգիր խումբերով, քրով հետ հաշտերը, հերթեր խոր տագերով, գեցես թում պարավանց հոմենըտ մեն, գեցես միշտ հաղթավանց հոմենըտ մեն, գեցես թում պարավանց հոմենըտ։ Բարև եղբայրգարո։ Բարևներ։ Եղբայրգարո, ուրեմն լավալի մասնակցությունը ինչ որ գտեսնեմ աս խաղերուն, ինչու կարևոր կնկատեք աս նահանգային խաղերը։ Իրականության մեջ քննադատը մտալու համար երկու ուղղություն ունի։ Առաջինը ներծուկ կանգնել մարմիններուն իրենց տարած աշխատանքներին, իսկ երկրորդը աշխուժացնել ներքին միութենական կյանքը։ Ցակոկներու մոտ արդյունցնել մարզական կյանքի կարևորությունը անհրաժեշտությունը իրենց նկարակիրը գազմելու, իրենց միութենական աշխատանքի մեջ հետագային իբր ներդրում շատ կարևոր է։ Ասիկա երկար ժամկետի վրա արժամյա հիմա կարևոր է որպես իրենք կապված մնան միության, իրենք սկան որ իրենք գուքան որ ոչ թե միան խաղալու, մրցակցության ոգի մեջ են գարտնա եւ ամենը երբ որ գամփոփենք կտեսնենք որ իսկապես շահապեր է իսկապես հայ մարդու նկարակիրը գերդելու մեջ կարևոր ներդրում ունի ուստի անպայման պետք է գտնվի եւ շարունակված նման աշխատանքներ Հաղթության բաժակը մասիսնի վերհասուր ունիս հանակ մարզական անբարդը շանապան երախույն տնոշով մնաս միշտ ախոյան գեցես թում պարավանց հոմենըտ մեն գեցես միշտ հաղթավանց հոմենըտ մեն գեցես թում պարավանց հոմենըտ մեն գեցես միշտ հաղթավանց հոմենըտ մեն Բարև Գաբի, լավ ես։ Այցու Շատ լավ, նախ կշնորհավորենք այսօրվա սերտիֆիկատ իբր assistant coach, որը ստացար, քեզի համար assistant coach ըլլալը ինչպիսի արժեք ունի քեզի համար գսիրես։ Այո, շատ գսիրեմ ես, սոկը գխամ, գսիրեմ օգնել բզդիկներուն, լավացնել բզդիկներուն, որ հայերը ավելի լավ ֆուտբոլ խաղան։ Այո, եւ որ դարի քեթի վերցուն ֆուտբոլ գխաղաս։ 6 տարեկանս իվեր հոմենետմենի հետեի լման ժամը մինչև U18 հոմենետմենի հետեի։ Եվ աս 6 տարեկանեն իվեր հոմենետմենի մեջ խաղալդ քեզի զարգացուց իբր ֆուտբոլի մարզիկ։ Այո, շատ, բաբաս ինձի շատ օգնեց, լավաց։ Բաբա տալ քոչ է, չմոռնանք։ Լման ժամը։
շատ ֆոկուս էր մեր վրան եւ մինակ խումբներ որ ուներ, so ավելի լավացանք եւ շատ լավ ենք հիմա։ Լավ գնենք կոր։ Գաբի, ինչ որ ես կհասկանամ, ուրեմն թե Հայաստանի մեջ, թե հոս լիգի մեջ ծեր խումբը ախոյանությունը խլեց բաժակը շահեցավ եւ դու մաս կգազմեիր այդ խումբին։ Ինչն է քախնիկը կգարձես ծեր հաջողության։ Հայկականն է, որ ամենից հայենք, ավելի լավ գխանք, ամենուս իրար գիտենք, բզդի գուչենեն, նույն խումբին մեջ ենք, լման ժամը, so իրար հետ ավելի like chemistry ունենք, ադանք, որ մույս խումբերը աչապ չունին, իրար հետ նոր խումբ են, ադանք են, մենք բզդի գուչենեն։ Այո, հիմա կհասկանամ ինչս էլ ուզեցիր, երբ որ փոքր դարիքետ նույն խումբին հետ կմեցնաս, անշուշտ գոքնե, որ այդ ախոյանությունը դուք խլեք, որովհետև իրար լավ գիտեք կճանչնակ։ Կշնորհավորեմ անգամ եւս քեզի եւ ամբողջ խումբիդ եւ հաջողություն։ Մերսի շատ։ Հասրացիր բարձրացուր հաղթության բաժակը մասիսնի վերհասուր ունիս հանակ մարզական անբար նշանական երախույն տնոշով մնաս միշտ ախոյան գեցես թում պարամանց հոմենըց մեն գեցես միշտ հաղթավանց հոմենըց մեն գեցես թում Բարի եկած եք Օտավայեն, այսօր ինչպիսի շաբաթավերջ մգանցնեք մինչև հիմա։ Շատ լավ, շատ ջող, այսօր արդու սկսանք վոլեյբոլի խաղերով, շատ աղոր ժամանակ անցուցին քույր եղբայրները, մեր երկրորդ անգամն է կմասնակցենք ուրիշ հոմետմեններու հետ, ինչպես գիտեք հոմետմեն Օտավան նոր է, շատ աղոր էր, շատ լավ էր, ջող էր, excited ենք հաջորդ տարվա մանավանդ նոյեմբերի Թորոնտոյի խաղերուն, եւ լավ է հիմա էլ ֆուտբոլով նայենք ինչպես կընթանա։ Քանի հոկիով կմասնակցի Օտավան։ Օտավան մոտավոր 20 հոկիով կմասնակցենք, այո, ունենք 7 հոկի վոլեյբոլ խաղացող եւ մյուսները ֆուտբոլ խաղացող։ Ամառ շատ ուրախ է, որ հոս Մոնտրեալ եկանք եւ կմասնակցենք որ խաղերուն։ Երբ հիմնվեցավ Հոմենետմեն Օտավայի մեջ։ 2 տարի առաջ հիմնվեցավ, սեպտեմբերին մեր երկրորդ դարեթարցը գլա։ Եվ սկաուտական գազմալունիկ։ Ոչ, դեր սկաուտական գազմ չունենք, դեր մեր դարիքները մոտավոր, այսինքն 20-ն վեր ենք, դեր շատ փոքրներ չունենք, որ քայլիկ սկսենք, բայց հույսով ենք, որ եկող մի քանի տարիները արիթը կունենանք, կսկսենք այո։ Այսպիսի մարզախաղերը ինչպես կնպաստեն Օտավային, մանավանդ որ 2 տարեկան է ծեր մասնաճյուղը։ Գնպաստե ինչպես որ հայերը իրար կմիացնեն եւ մարզական ոգիով մարզանք կնենք եւ միասին ընկերանանք։ Շատ շնորհակալ ենք ձեզի հաջողություն։ Սի նմանապես մերսի։ Շատ կտեսնեմ, որ այսօր մեդալ հակված եք դու եւ ընկերներդ, ինչի մեդալ է ասիգա։ Աս ոտնակընթարի մեդալ է։ Որովհետև շատ լավ խաղցակ այսօր։ Այո։ Իսկ քու գարձիկդ ինչ է լավ խաղցակ։ Այո։ Որ դարիք է ֆուտբոլ կխաղաս։ 7-ը։ Եվ հիմա քանի տարեկան ես։ 11 տարեկան։ 11 վիդելաս։ So 4 տարի է որ կխաղաս ֆուտբոլ։ Ինչու կսիրես ֆուտբոլը։ Որտեվ like goalie position-ը շատ կսիրեմ եւ երբ որ save գնես like you save the game. Դու ինչ ֆուտբոլի մեջ ինչ է քու բաշտոնը։ Goalie. Goalie ես, աբրիս եւ այսօր բավական սեյվերի։ Այո։ Որ դարիք է կխաղաս ֆուտբոլ։ 6։ Հիմա քանի տարեկան ես։ 8։ So 2 տարվա մեջ կգարձես որ բավական լավացար։ Այո։ Հայտնի է թե ոչ մեդալ չէ իրարներ չէ։ Իսկ դու որ դարիք է սկսար խաղալ։ 5։ Հիմա քանի տարեկան ես։ 9։ Դու նալ եղբորդ պես չէ 4 տարի է որ կխաղաս։ Հոմետմենը կսիրես։ Այո։ Շաբաթը քանի անգամ փորձ կնե։ Մեկ անգամ։ Եվ ամենաշատ հոմետմենի մեջ հոմետմենի կալով ինչն է որ կսիրես, սիրելով գուկաս։ Այո։ Ինչու համար կսիրես հոմետմենի ֆուտբոլի մաս կազմել։ Որտեղ ընկերներս կսիրեմ եւ ֆուտբոլ կսիրեմ խաղալ։
Աստարի FIFA-ին որու հետ էիր։ Portugal. Ամենես սիրած խաղացողդ ով է։ Ronaldo. Քու խաղացողդ ով է։ Ronaldo. Ronaldo wins. Բարև եղբայր Մանո։ Բարև Տամար, ինչպես եք։ Շատ լավ, եղբայր Մանո, ինչ է նպատակը ասմարզական խաղերուն։ Ուրեմն այսօր հուլիս 22-ին ճիշտ ասելու հայ մարզիկի օրն է, ընդհանուր համանական ընտանիքը գտոնե մարզիկին համար նվիրված խաղեր եւ մրցույթներ Կանադայի շրջանալ, ինչպես բացառություն չէ։ Մենք ապետք է մասնակցենք եւ Օնտարիոյի մեջ եւ Քեբեկի մեջ որոշեց շրջանային մարզական հաստատումը, որ մարզական friendly խաղեր լան։ Ուրեմն այսօր Քեբեկի շրջանն է որ հյուրընկալ է, ուրեմն Լավալ, Մորիալ եւ Օտովայի խումբերը, ինչպես կտեսնակոս, բոլորը դարիքները գրծեր են մինչեւ վետերանները մասնակից կլան այս խաղերում։ Ուրեմն այսի Քեբեկի մեջ որ այսօր դեպի ունենա, իսկ շաբթվա չորեքշաբթի երեկոյան հուլիս 25-ի նույն օրը Օնտարիոյի Տորոնտոյի մեջ դեպի ունեցավ Օնտարիոյի մասնաճյուղերու խաղերը, վոլեյբոլ եւ բասկետբոլ, իրենք մասնակից եղան այդ խաղերուն։ Բանկուրի միավորը ճշմարտաբար քիչ հերով լալով չի գծամ մասնակցել, բայց ավելցրեմ որ Նավասարտյան Ամերիկայի խաղերում մասնակցեցան երկու արևելյան եւ արևմտյան շրջաններում։ Եվ Վանկուվերը գարզեմ հաղթանակ արձանագրել։ Այո, ուրեմն շատ ուրախ եմ շնորհավորեմ իրենցալ հայ մարզիկի օրվա արդիվ։ Եղբայր Մանո, այսպիսի մարզական խաղեր ինչու կարևոր են հոմենիտմենին համար։ Ետ բիջի բացադրեմ, բայց հոմենի կարևոր նպատակը գիտեք ինչպես է հայ երդասարտը, լասկաուդը կամ մարզիկը իմացական արժանի հայրենասեր եւ լավ քաղաքացիներ մեծնել է եւ պատրաստել է։ Բիդի չի մանրամասնեմ, բայց մարզիկի բարակային կգարձենք որ հոմենը լավ գարկախոս ունի, ան է առողջ միտք, առողջ մարմին։ Ուրեմն մարզի գնալ պետք է ունենա ոչ թե միան մարմնամարզ եւ առողջ մարմին, նաեւ մտային ալ քիչ մը տասյարակություն, որ պատրաստ լա թիմակրավելու ցանկի եւ իր առօրյային դժվարություններով։ Ուրեմն կարեւոր է մեզ համար իբր միջոց մարզիկը պատրաստել մարմնամարզ ծավով եւ մտային ծավով եւ հոմենին նպատակը ադի է։ Բար ատլետիկ կլաբ չեմիան հոմենը ավելին գուտա։ Շատ շնորհակալ ենք։ Շնորհակալ եմ։ Առողջ միտք, առողջ մարմին, լոկ նշանապան մը չէ, այլ ցանկի ուղի։ Թող այս նշանապանը մեզ առաջնորդե վաստակելու ավելի լիարժեք, ուրախ եւ քիդագից ցանկ։ Գեցես թուն հարաբանց, օմենոցմեն, գեցես միշտ հաղթաբանց, օմենոցմեն, գեցես միշտ հաղթաբանց, օմենոցմեն։ Բարև ձեզ, հայ հորիզոն ցիզի հետ այսօր Բոլսայի մշակութային կենտրոն են ներս, այսօր հոստեղ ունեցավ շատ հետաքրքրական քրական ցերնարկմա, ուրեմն UCLA-ի պրոֆեսոր հրավիրված էր հատկապես դոկտոր Սեբուհ Դավիթ Ասլանյանը, որ մեզի ներկայացուց Վենեդիգի մեջ գտնվող Մուրադ Ռաֆայել վարժարանի պատմականին մասին։ Գուզեմ նշել, որ դոկտոր Ասլանյանը միջազգային ճանաչում ունեցող պատմագետ է եւ հեղինակն է բազմաթիվ արժեքավոր ուսումնասիրություններու, որոնց մեջն իր վերջին գիրքը Early Modernity and Mobility: Port Cities and Printers Across the Armenian Diaspora, որ լույս տեսած է 2023-ին եւ որում մասին արդեն հայ հորիզոն հաղորդումը ըրած էր իր անցյալ այցելության ընթացքին։ Այս երեգոյի տասախոսությունը յուրահատուկ էր այն իմաստով, որ մեզ կփոխադրե հայկական պատմության 18-րդ դարը եւ հոն մենք բացահայտենք այն արդասովոր պատմությունը, թե ինչպես հայ վաճառականի ուսման եւ գիտության հանդեպ ունեցած սերը աստած է հայկական գրթության պատմության վրա եւ փոխած է անոր աբական։ Ուրեմն եկեք միասնապար հետևենք այսօրվա շատ հետաքրքրական նյութին եւ մեր հadoop հարցազրույցին դոկտոր Ասլանյանին հետ։ Քրական շատ հետաքրքրական ցերնարկը եւս վայելեցինք այսօր, ինչպես աս խաղապարը ծնավ։
Մենք արդեն 2023-ին դոկտոր Ասլանյանին հետ հոստեղ շնորհանդես ունեցած էինք իրեն վերջին քիրքին համար Early Modernity and Mobility եւ հոնձանոթացած էինք աս անգամա երբ որ իմացանք որ Մոնտրեալ է արիտեն օգտագործվեցանք եւ նորեն շատ հետաքրքրական նյութիմը մասին խոսեցավ ինքը Մուրադ Ռաֆայել դպրոցին մասին Վենես եւ իրեն պատմությունը մեզի պատմություններ որ բնավ չենք գիտեր անոնց մասին բացատրեց Ռաֆայել ինչ էր գարձիկդ այսօրվա դասախոսության մասին Շատ հետաքրքրական էր եւ շատ մաքուր եւ հստակ ներկայացուց դոկտոր Ասլանյանը գտնեմ որ մեր պատմության շատ կարևոր գետմն է Մխիթարյաններուն ամբողջ ծնունդը եւ իրենց կորզունեությունը անշուշտ Սպիրկի մեջ իսկապես ինչպես Սեբո Ասլանյանը ասավ բեդության թեր ստանցած են մտավորականության գետրոնի թեր ստանցած են եւ գարձեմ ամեն հայու պետք է հետաքրքրե ինչպես մեր հայց պատմությունը թարգման գրած է հայր Չամչյանը եւ մյուս բոլոր քիրքերը որ գրած են փարարանները որ գրած են գարձեմ ամեն հայու պիտի հետաքրքրի ասեմ Այսօրվա նյութը որ Մուրադ Ռաֆայել կոլեջին մասին էր ինչ որ հասկացած էր մորմենտ մեծ հայրդ այդ դպրոցը հաջախած է Այո մեծ հայրս երկու քերիներս եւ ընտանիքին մեջ միշտ կարևոր դերմը գրաված է Ինչպես կացած են այդ դպրոցը Անժամանակ քիշերոտիկ կղրգեին ծնողներ միջին արևելքեն իրենց զավակները եւ մեծ հայրս Հալեբ կաբրեր Հալեբեն ղրգած է իր զավակները ղրգած է քան որ ինքը արդեն հոն ուսանած էր գիտնալով որ գրթության լավ գետրոնն է եւ անդերեն ելող մարդիկ եւ լավ հայ գլան եւ լավ մասնակիցներ գլան չեմ գար ովևէ մտահոգություն չունեցած ղրգած է եւ ճիշտ դուրս եկավ այսին պատմության մեջ Վստահ եմ որ ձեր ամբողջ կյանքին ընթացքին լսած եք պատմությունները լսած ենք եւ ես անսամբ ինձ շատ գեհետաքրքրե որ քան որ բեդություն թարեր շարունակ չեն ունեցած այսպեսի գազագերբությունը միապանությունը աթեր իր վրա արած է եւ ինչ դժվար եղած է հավանաբար աս ամեն ինչը ընել ուրեմն I'm fascinated as in բավական հետաքրքիր գտնեմ աս ամեն ինչը Շատ շնորհակալ եմ որ գարձիկնիդ տվի Okay merci Այսօրվա նյութը Մխիթարյանները եւ նոր ճյուղայեցի հարուստները եւ միշտ այսինքն վերիվարոքիցած ենք որ գապ մգա երուքի միջև չէ միշտ մտածած ենք որ Մխիթարյանները ասկան դրամ ինչպես ունեցել են որ աստպրոցները Մուրադ Ռաֆայելյանն սկսյալ մինչեւ աշխարհի 4 կողմը բայց գաբը նոր ճյուղայեցի հարուստներն են ըստ երևույթին ինչպես որ մեզի բացատրեց Սեբու շատ աղվոր ծևով երազ ունեցող մարդիկ եղած են, այսին հարստանալը միան չի պավեր, հարստացոներում մեջ vision, դեսիլք ունեցող մարդիկ եղած են և այդ Մխիթարյան սենք գերագաններն է գրծած են համոզել, ուրեմն հոն պամ մգա, գործակցություն մգա երուքի միջև Հարի եկած եք դոկտոր Ասլանյան Շնորհակալություն բարի տեսանք Դոկտոր Ասլանյան այսօր ուրեմն անգամը եւս բախտ ունեցանք ցեզի մտի գնելու ցե մեր վերջին հանդիպումը գիշեմ ասկրկին մասին էր Early Modernity and Mobility որ նույն կան հետաքրքրական էր բայց հետաքրքրականը այն է որ ցեզ մեկ լսենք այդ հազվագյուտ նյութերը որ արիթը չենք ունենար ուրիշ տեղ լսելու կամ գարտալու ուրեմն այսօրվա նյութը դուք ընդրած էիք Մուրադ Ռաֆայել դպրոցը եւ պատմականը այդ դպրոցին յեդին ցեզի ինչու գեհդակրքրեր ասնյութը Շատ գեհդակրի ասնյութը որովհետեւ ես զակումով եթոբահա եմ եթոբիա ծնած եմ եւ մեր համայնքը իսկապես շատ լուրջ եւ մշակված ասկասեր համայնք մներ եւ մեր ասկականները իմ ասկականներս գնամ ամիջապես ասել որ առնվազն 6-ն 12 անդամներ եղած են Մուրադ Ռաֆայելյանի սանիկներ Եթոբիային 1930-ներն սկսյալ մենք ասկականներ եւ եթոբահայ քաղաքի անդամներ եղած են որ իրենց ուսումը եւ մշակումը ունեցած են շնորհիվ Մխիթարյան վարդապետներուն եւ Մուրադ Ռաֆայելյան վարժարանին Ադոր համար ինձ համար իսկապես ներսեն գխոսի ինձ իրենց ծրածը եւ մանավանդ 18-րդ դարու իրենց հաջողությունները եւ նվաճումները որ ոչ միայն պետք է մեկը հայել լավ որ հբարդանա բայց ո՞ե մեկ անցմը եթե հետաքրքրված է մշակույթներով եւ այդ հարցով որ ինչպես
կարելի է մշակույթի ասկիմը, որ դարածված եւ սփռված է աշխարհի ամեն կողմ, օվկիանոսներով իրար մեջ բաժանված, ինչպես կարելի է այդ ժողովուրդը մշակութաբես զարգացնել եւ իրենց մեջ ուսման սերը մտցնել եւ մարդ դարձնել, այսպես ասենք։ Մխիթարյանները այդ բանի մեջ իսկապես եզակի են։ Քալով Մուրադ Ռաֆայել Թբրոցին, Բատմագանին, ուրեմն դուք նշեցիք Էդուարը, որ վաճառական մը եղած էր, merchant-մը նոր ջուլֆայեն։ Ուրեմն եթե գրնանք մեր հերոստատիդոներուն շատ ամփոփ ցևով այդ ճանապարհը մեր բաժնել մեզի հետ։ Շատ լավ։ Ուրեմն Էդվարդ Ռաֆայել Ղարամյանցը, որ ամենամեծ բարերարները մեկն է իմ ըստիս, կոնեք վերջին մի քանի 100 տարիներու ընթացքին, եղած է վաճառականը, որ ծնած է նոր ջուղա, իր նախնիները սերած են Աբարան շրջանեն Հայաստան Նախիջևան կարծեմ, եւ ակսորված են 1603-ի 4-ի ընթացքին Բարսկաստան Շահաբասի զորքերու միջոցով եւ հաստատված են նոր ջուղա եւ շատ ժամանակ չանցած արդեն սկսած են հարստանալ 1690-ներու Էդվարդ Ռաֆայելի հայրը հաջողություն ունենա արևդուրի մեջ Չինաստանի եւ Ֆիլիպինյան կղզիներու եւ այդ ժառանգությունը կանցնի Էդվարդ Ռաֆայելի 1760-ներուն Ռաֆայելը 1747-ին, երբ որ հայրը գործընծնե կամ 46-ին վստահ չեմ, մորը հետ կդեղափոխվի Փոնդիշերի անունով ֆրանսական քաղաքային կենտրոնը հարավային Հնդկաստան։ Ինքը կղրկվի կաթողիկե կապուչիններու դպրոցը, որուն հետքերը չեն մնացած եւ այդ դպրոցի մեջ 13 տարեկան Էդվարդ Ռաֆայելը հանդիպություն ունենա քիրքի հետ, որ ամբողջ կյանքը կփոխի։ Այդ քիրքն հռոմեական պատմության նվիրված քիրք մնա հարազանոթ ֆրանսիացի քրող է եւ ուխտ մգնե իր սիրտի մեջ, որ այդ երբ որ հարստանա այդ քիրքը պիտի թարգմանել դա ամբողջությամբ 16 հատոր հայերենի քրապարով։ Ինչու համար իրեն համար կարևոր էր այդ քիրքի թարգմանությունը։ Որովհետև հռոմեական պատմությունը այդ շրջանին բոլոր ժողովուրդներու վրա մեծ ազդեցություն ունեցած է եւ անշուշտ ներառյալ ներառյալ հայերու, որոնք անդարբեր չեն համաշխարհային եւ գլոբալ հոսանքները իրականի մեջ գետրոնական դեր խաղային այդ հոսանքներու մեջ։ Հետաքրքրված է հռոմեական պատմությունը կորձի տնելով, որպես օրինակ հայ նոր սերունդին այդ ժամանակ, որոնց ուսման մագարտակը լավ բավական բարձր չէր եւ ինքը գուզեր, որ երդասարդ սերունդը հռոմեական քաղաքապարները ողջևորվի եւ միասնությունը ստեղծի։ Իր երկրին զարգացումը իր միտքը գար եւ այդ ժամանակ ավելի գրոնական քիրքերն էին, որ կթարգմանվեին եւ ինչ որսիկ իր պայմաններն մեկը այդ էր, որ եթե այս քիրքը թարգմանվի, ինքը պիտի այդ բարերարությունը ունի դպրոցի հիման։ Այո։ Եվ հետաքրքրական է, որ 1785-ին Էդվարդ Ռաֆայելը եզակի մեկը լալով, այսինքն սովորական վաճառական մտչեր։ Վաճառականը շատ ունեցած են, որ միլիարդադեր եղած են, բայց ոչ բոլորը ունեցած են այդ նույն սերը, հայրենասիրությունը եւ այդ զգացումը, որ իրենք պետք է օգնեն իրենց ժողովրդին, մանավանդ որբերու եւ ոչ ունևորներու։ 1785-ին Էդվարդ Ռաֆայելը առաջին անձ եղած է Հնդկաստանին, ոչ եվրոպացի, որ բան ունեցած է այդ դեսիլ ունեցած է իր զավակները, որդիները քիշերոտիկ դպրոց գրելու Լոնդոն, այսինքն ամենաբարձրագույն gentlemen's դպրոցներ, որ սեփական ուսուցիչներ վարձած է, եւ այլն անոնց մեկն էլ հայ մխիթարյան վարդապետ մներ Նիկողայոս Բուզայան անունով, որ հետերին ճամփորդած է Լոնդոն եւ իրենց դասյարակած է քրապարով։ Դարիներով Էդվարդ Ռաֆայելի երկու դղակը մեկը Ալեքսանդր Ռաֆայել, որ հսկայական հարուստ վաճառական եղած է Լոնդոնի մեջ, այդ Ալեքսանդր Ռաֆայելը եղած է Լոնդոնի շերիֆ 1834-ի եւ վերջնալ Լոնդոնի առաջին
կաթողիկե ներկայացուցիչը House of Commons-ի մեջ։ Այսինքն խաղալիք մարդիկ չէին ասում, շատ ուսում ունեցած եւ հայասեր անձեր էին, որոնք տասագարկային ձևով բավական կերազանցած էին մյուսներում։ Ուրեմն իր մահեն ետք, իր փեսան, իրականացուցիր երազը եւ բացավ Մուրադ Ռաֆայել դբրոցը, որ մինչեւ օրս կգտնվի Վենեդիգի մեջ, սակայն նույն տեղը չէ, ինչ որսի կսկիզբ ավելի մեծ տեղ մներ։ Ովքեր ավարտած են այդ դբրոցեն հայտնի բանաստեղծներ են։ Գլխավոր բաժարը այս դբրոցներուն եղած է Էդվարդ Ռաֆայելը, բայց իր փեսան Սամուել Մուրադյանը, որ ավելի հարուստ էր իր աներհայրեն եւ նույն վաճառականությամբ կսպաղեր, ինքը թողած է շատ ավելի մեծ ժառանգություն, երբ որ մահացած է 1816-ին կամ 17-ին։ Եվ գդագի մեջ ստագորեն բացադրած է, որ այս գումարը, որ այս 3 հաշիվ մերի այսօրվա քիներով արժեքով տեսա, որ 180 միլիոն դոլարին 220 միլիոն դոլարի ժառանգությունը թողած է Սամուել Մուրադյանը։ Իր աներհայրը ավելի նվազ, բայց այդ գումարները իրարու հետ միացուցած են վերջը, երբ որ քիրքերը թարգմանված է վերջը հռոմեական պատմություն Մխիթարյանները թարգմանած են, եւ այդ հետո դրամը միացուցած են իրարու եւ կնամ ասել 220-ի չափ ուսանողներ ունեցած են, անոնց մի քանի հատը կամ կնամ ասել 5-ն ավելի 6-7 հատը եղած են համաշխարհային մասշտաբով մեծ գիտնականներ եւ մշակույթի ներկայացուցիչներ, ինչպես օրինակ Դանիել Վարուժանը, ամենածանոթ թեմքը, որ ավարտած է Մուրադ Ռաֆայելյանն։ Բայց իր մեզ ուրիշներ եղած է, հիմա չեմ հիշել, բայց եղած են։ Օրինակ Փարիզի դպրոցը Սամուելյան ունեցած է շատ հռչակավոր ուսանողներեն ուսանողը, որ վերջը դարձած է Բարսկաստանի արտաքին գործոց նախարարը։ Եվ Բարսկաստանի ամենամեծ քննադատողներեն մեկը վերջը, որուն անուն եղած է Միրզա Մելքոմ Խան, որ Տավանափոխ եղած է վերջը իսլամ դարձած է, բայց մեծ հետ կունի։ Այսօր ոյ մեկ բարսկական պատմության քիրք հետեփանակ Միրզա Մելքոմ Խանին անունը գա։ Լոնդոնի մեջ թերթ բացած էր, բայց ինքը ավարտած է Փարիզի Սամուելյան վարժարան։ Ոչ շատ չափազանցելով ասեմ, որ այդ շրջանի 18-րդ դարու հայերը, վաճառականները, որոնց պատմությունը ուսումնասիրած եմ 20 տարի ավելի, իսկապես խաղալիք մարդիկ չէին, այսինքն ամեն մեկը այս վաճառական մեծահարուստներեն գրնար 4-5 հատ եվրոպացի տնել իր գրբանը, այսինքն անձեր չէին, որ ասան գրնա իր մեկ կողմն է դել եւ բան։ Էդվարդ Ռաֆայելի նման անձեր կային, միայն ինքը չէ, բայց միայն ինքը եւ իր փեսան եղած են, որ այսպիսի մեծ հետևողությամբ ծրագիր ունեցած են եւ դպրոց հիմնած են։ Այսինքն ամբողջ հայոց պատմության հետաքիծը փոխած են, բանը տրաջեկտորին փոխած են, իրենց արևդականությամբ եւ իրենց ասկասիրությամբ։ Եվ բդուղները քաղած ենք մենք հայերս։ Շատ շնորհակալ ենք։ Այո, շատ շնորհակալ ենք, որ Մոնտրեալ եք եւ բաժնեցիք մեզի հետ այս շատ հետաքրքրական նյութը։ Մեծ բադիվի եւ միշտ ուրախություն է Մոնրեալ վերադառնալը, ես այստեղ լավագույն մասը կյանքիս անցուցած եմ, երբ որ երգասարդ էի շատ եւ դպրոցական էի։ Սա միշտ հաճելի է վերադառնալ եւ առավել հաճելի է, երբ որ գարենամ նյութերու մասին խոսիլ, որոնք որ ուրիշներու համար հետաքրքրություն ստեղծեն։ Իսկապես, նմանավես։ Մաղթենք, որ այսպիսի հանդիպումները շարունակենք, հարստացնել մեր քիլիկները եւ ամրապնդել մեր գաբը, մեր պատմության եւ մշակույթին հետ։ Բարի գիշեր բոլորին։ Շնորհակալ եմ։